Սիրելի աշակերտներ, այսօր խոսելու ենք ծանրաբեռնված խաղաքարի մասին։ Ինչպես տեսնում եք, դա այն խաղաքարն է, որը պաշտպանում է մի քանի ֆիգուրներ, իսկ գուցե նաև կարևոր դաշտ կամ կարևոր գծեր, հորիզոնական, ուղղաձիգ և անկյունագիծ։ Մեզ հայտնի մուլտֆիլմում, ինչպես տեսնում ենք, գայլը խիստ ծանրաբեռնված է։ Նա գտնվում է իր ուժերի գագաթնակետում, իսկ նման պարագայում շատ դժվար է պահել հավասարակշռությունը։ Եվ նույնիսկ մի փոքրիկ հպում, նույնիսկ թիթեռի, կարող է ստիպել, որ նա տատանվի, կարող է ստիպել նրան շեղվել իր պարտականություններից, ինչպես այստեղ, և ի վերջո բերել պարտության։ Այո, ծանրաբեռնված խաղաքարի կյանքը շատ բարդ է։ Նա ունի շատ պարտականություններ։ Մեր նպատակն է գտնել մրցակցի մոտ ծանրաբեռնված խաղաքարը և առաջին հերթին զոհաբերության միջոցով, որպես մարտավարական հնարք, մենք շեղում ենք այդ ծանրաբեռնված խաղաքարը, երկրորդ քայլով մենք շեղում ենք, իսկ շեղում ենք ծանրաբեռնված խաղաքարը, սա արդեն երրորդ ազդեցությունն է, տեսեք որքան են փոխկապակցված այս մարտավարական հնարքները։ Հիմա տեսնենք կոնկրետ օրինակի վրա, այստեղ ծանրաբեռնված խաղաքարը սպիտակների արքան է։ Ինչու՞։ Մեկ կողմից նա պաշտպանում է իր փղին, որպեսզի նրան չհարվածի սև նավակը, և մյուս կողմից նա պաշտպանում է իր նավակին, որպեսզի նրան չվերցնի սև արքան։ Այսպիսով սպիտակների արքան պաշտպանում է և նավակին, և փղին, 1, 2, ինչպես մեր մուլտֆիլմի գայլը, և մեկ կողմը պետք է հսկի, և մյուս։ Եվ եթե մենք առաջին հերթին զոհաբերելով մեր նավակը վերցնենք փիղը, ինչու է սա զոհաբերություն, քանի որ նավակն շատ միավորներ ունի, փիղը ընդամենը 3 միավոր է, իսկ նավակը 5, սա միևնույն է զոհաբերություն է, մենք քիչ ենք վերցնում և շատ տալիս։ Զոհաբերում ենք նավակը, վերցնելով փիղ, առաջինը զոհաբերությունն է, մենք այն կատարեցինք, և սպիտակ արքան եթե ընդունի զոհաբերությունը, նա դադարեց պաշտպանել իր նավակին, մենք սպիտակ արքային շեղեցինք, այլևս եմեկ դաշտից նա չի պաշտպանում իր նավակին։ Մենք սպիտակ արքային շեղեցինք, սա երկրորդ գործողությունն էր, և դրանով իսկ մենք օգտվեցինք ծանրաբեռնված խաղաքարի բացակայությունից։ Ծանրաբեռնված խաղաքարը, արքան, այլևս չի պաշտպանում իր նավակին, և մենք այդ նավակը կվերցնենք։ Փաստորեն մենք տվեցինք նավակ, ի սկզբանե տվեցինք նավակը, բայց վերցրեցինք և փիղ, և նավակ, և ունեցանք առավելություն։ Այժմ ունենք մի ամբողջ փղի առավելություն։ Այստեղ մեկ նրբություն, երբ մենք վերցնենք փիղը, իհարկե սպիտակ արքան պարտավոր չի մեզ վերցնել, կարող է հրաժարվի փոխանակումից և հեռանալ, շարունակելով պաշտպանել իր նավակին։ Այդ դեպքում մենք կարող ենք շարունակել շեղումը, նորից նավակ դեմ շախ, և նորից շեղում ենք արքային, տեսեք արքան պաշտպանում է իր նավակին, բայց երբ նա ընդունեց մեր զոհաբերությունը, այլևս չի պաշտպանում, և մենք նորից կվերցնենք մրցակցի նավակը։ Սևերին այստեղ սա ձեռնտու է, քանի որ նրանք ունեն առավելություն, իսկ այն կողմը, որ ունի առավելություն, հիմնականում նրանց ձեռնտու է փոխանակել ֆիգուրները, որպեսզի խաղը պարզեցնել և հասնել հաղթանակի։ ԵՒս մեկ օրինակ, որտեղ ծանրաբեռնված խաղաքարը պաշտպանում է դատարկ դաշտ, բայց շատ կարևոր և հորիզոնական։ Հիշում եք այս նկարը, երբ ծանրաբեռնված խաղաքարը պաշտպանում է դատարկ դաշտ և հորիզոնական գիծ։ Ինչու է եմեկ դաշտը կարևոր պաշտպանության համար։ Բանը նրանում է, որ թագուհին կարող է գալ այստեղից հայտարարել շախ, և սա կլիներ մատ, եթե ոչ նավակը։ Այսինքն նավակը պաշտպանում է այս մատային դաշտը, նորից որպեսզի սպիտակ թագուհին մատ այստեղից
չհայտարարի, նավակը թույլ չի տալիս։ Բացի այդ, սպիտակները կարող են մատ հայտարարել G2-G3 քայլով, շախ և մատ։ Եվ այս պարագայում նավակը հսկում է այս գիծը, տեսեք, սպիտակ զինվորը կապված է, կապի տակ է, նա չի կարող իր արքային թողնել շախի տակ, զինվորը կապված է։ Փաստորեն, սև նավակը ծանրաբեռնված է և պաշտպանելով E1 կարևոր դաշտը և կապի տակ վերցնելով սպիտակ զինվորին։ Խնդրեմ, և մեր նպատակն է ծանրաբեռնված խաղաքարը շեղել։ Մենք ծանրաբեռնված խաղաքարը շեղելու ենք զոհաբերության միջոցով առաջին հերթին, զոհաբերություն, որի հետևանքով մենք նրան կշեղենք իր ֆունկցիաներից, կշեղենք ծանրաբեռնված խաղաքարը։ Իսկ ահա և զոհաբերությունը, թագուհի E1 շախ։ Եվ իրոք սա կլիներ մատային դիրք, սակայն մենք արդեն գիտենք, որ նավակը պաշտպան էր E1 դաշտին։ Եվ զոհաբերությունը ընդունելուն պես մենք զոհաբերեցինք թագուհին։ Զոհաբերությունը ընդունելուն պես մենք նավակին շեղեցինք իր դիրքից և այլևս նա կապի տակ չի պահում մեր զինվորը, մեր զինվորն արդեն ազատ է։ G2-G3 շախ և մատ։ Շատ գեղեցիկ օրինակ էր։ Հիմա անցնենք վարժություն տետրերի տրամագրերին, հիշելով, որ երբ ֆիգուրը ծանրաբեռնված է, տեսեք այստեղ ձեռնածուն 1, 2, 3, 4, հեծանիվն էլ հետը 5, տարբեր պարտականություններ է կատարում, նա կարող է բաց թողել իր հսկողությունից մեկ այլ պարտականություն։ Տրամագիր 1-ում խաղում ենք սևերով, հիմա դեղին գույնով ներկենք սպիտակների ծանրաբեռնված խաղաքարը։ Ինչպես տեսնում ենք, սև նավակները պատրաստ են մատ հայտարարել B1 դաշտից, իսկ F8-ի նավակը նաև F1 դաշտից, սակայն և մեկ և մյուս դեպքում փիղը նրանց թույլ չի տալիս։ Փաստորեն այստեղ ծանրաբեռնված է D3 դաշտի փիղը։ Փիղ ունի երկու պարտականություն, ինչպես մեր մուլտֆիլմի գայլը։ Նա հսկում է ծանրաձողի և մեկ նժարը և մյուս։ Խնդրեմ, ծանրաձողի և մեկ նժարը և մյուս։ Հիմա ժամանակն է փղին այստեղից շեղել, մենք գտանք ծանրաբեռնված խաղաքարը, հիշում ենք նրան պետք է շեղել, իսկ շեղում ենք հիմնականում զոհաբերության միջոցով։ Եթե մենք զոհաբերենք F8-ի նավակը, փիղը պարզապես կվերցնի և մյուս նավակով արդեն շախ չենք կարող հայտարարել։ Այդ պատճառով մենք զոհաբերում ենք B8-ի նավակը, նավակ B1 շախ, արքան փախուստի դաշտ չունի, շախի ճանապարհը փակելը անիմաստ է, կվերցնենք կասենք մատ։ Փիղը, ինչպես և հսկում էր B1 դաշտը, այո, կարող է հարվածել շախ տվող խաղաքարը և ընդունել մեր զոհաբերությունը։ Փիղը վերցնում է B1 և այլևս տեսեք նա չի հսկում F1 դաշտը։ Նա շեղվեց իր F1 դաշտի պարտականություններից, որտեղից և բարեհաջող F8-ի նավակը կարող է հայտարարել մատ։ Հիմա գրենք մեր քայլերը։ Այսպիսով, քայլ առաջին, նավակ B1-ը, B8 շախ։ Գրում ենք քայլ համար 1, դնում ենք բազմակետ, սրանով մենք ցույց ենք տալիս, որ խաղում ենք սևերով, ահա այս բազմակետը նշանակում է խաղում ենք սևերով, և գրում սևերի քայլը, նավակ B8-ը B1 և շախի նշանը։ Փիղը կարող է այո վերցնել, ընդունել մեր զոհաբերությունը, հաջորդ քայլով փիղ D3-ը վերցնում է B1, ահա այս քայլը, և փիղը այլևս չի հսկում F1 դաշտը, որտեղից F8-ի նավակը հայտարարում է մատ։ Նավակ F8-ը F1 և դնում ենք մատի նշանը։ Եվ որ հնարքը կիրառեցինք, իհարկե մենք կիրառեցինք շեղում մարտավարական հնարքը։ Ահա այս հնարքը, մենք շեղեցինք ծանրաբեռնված խաղաքարը։ Տրամագիր 2-ում խաղում ենք սպիտակներով, նույնպես մատ հայտարարենք երկու քայլից։ Մենք կարող ենք մատ հայտարարել H5 դաշտից, շախ և մատ, բայց նավակը պաշտպանում է H5 դաշտը, սա 1, և կարող ենք մատ հայտարարել փղով G6 դաշտից, բայց այս դեպքում նավակը նույնպես պաշտպանում է G6 դաշտը։ Փաստորեն այստեղ ծանրաբեռնված է նավակը,
և պաշտպանելով ժևեց մատային դաշտը և պաշտպանելով H5 մատային դաշտը։ Մենք գտանք ծանրաբեռնված խաղաքարը և ժամանակն է նրան շեղել իր այս դիրքից։ Հիշենք, որ շեղում ենք հիմնականում զոհաբերությամբ։ Խնդրեմ, որպեսզի նավակը չպաշտպանի ժևեց դաշտը, մենք հարվածում ենք H5 թագուհիով, թագուհին վերցնում է H5 և հայտարարում շահ։ Ճիշտ է, շախի ճանապարհը կարելի է փակել, բայց կվերցնենք և կհայտարարենք մատ։ Նավակը ընդունելուն պես մեր զոհաբերությունը դադարեց պաշտպանել ժևեց դաշտը։ Տեսեք, մենք շեղեցինք նավակին իր դիրքից։ Ուրեմն նավակ հաշվեցը վերցրեց H5 և երկրորդ քայլով մենք ժևեց դաշտից, որն արդեն անպաշտպան է, հայտարարում ենք մատ։ Փիղ D3-ը ժևեց մատ։ Եվ տրամագիր 3-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, հասնենք առավելության։ Ինչպես տեսնում ենք, նավակը պաշտպանում է իր թագուհուն, որպեսզի մենք նրան չհարվածենք, և նավակը պաշտպանում է F8 դաշտը, որպեսզի մենք այստեղից մատ չհայտարարենք։ Այսպիսով Ե8-ի նավակը ծանրաբեռնված է։ Տեսեք, սև նավակը համաձայն է, որ նա ծանրաբեռնված է։ Դու ճիշտ ես, ես ծանրաբեռնված եմ։ Ես հսկում եմ ոչ միայն F8 դաշտը, այլ նաև իմ թագուհուն։ Իսկ մենք գիտենք, որ ծանրաբեռնված խաղաքարը կարող ենք շեղել։ Շեղել այս E ուղղաձիգից հնարավոր է F8-ից հայտարարելով շահ։ Նավակ F1-ը F8 շահ, այստեղ սևերը ստիպված են ընդունել մեր զոհաբերությունը, թվում է, թե մենք նավակը նվիրեցինք։ Նավակ Ե8-ը վերցրեց F8 և մենք չենք կարող պատասխան հարվածել, բայց զոհաբերության իմաստը այն է, որ մենք հետագայում ձեռք բերենք ավելի մեծ նյութական կամ դիրքային առավելություն։ Նավակը դադարեց պաշտպանել իր թագուհուն և մենք շահում ենք այդ թագուհին։ Թագուհի H6-ը վերցնում է E3։ Այսպիսով ունեցանք թագուհին նավակի դեմ առավելություն։ Այսօր այսքանը, շնորհակալություն, ցտեսություն եթերում։